Մասով տեսեք ինչ են ասում իշխանությունները, քարոզչական իրենց նարատիվը որն է, ասում են այս մարդիկ այսքան գույք ունեն, ցակումը անհայտ է, ու ամենայն հավանականությամբ թալանել են, իրանք այդպես են, հա, ակնարկում։ Եվ ասում են, սիրելի ժողովուրդ, այդ որ լսում եք Ռոբերտ Քոչարյանին, լսում եք Լևոնին, Հայաստան Դաշինքին, դուք մի կարծեք, որ իրենք ձեր խնդիրներով են մտահոգ, այդ մարդիկ իրենց գույքի մասին են մտածում, հա, այդ գույքն են, մենք ուզում ենք այդ գույքը վերադարձնենք ձեզ, իրենք այդ գույքը պաշտպանում են։ Եվ այս կոնտեքստում առաջին հարցս սա է, թե ձեր քաղաքական գործունեության վրա որքան ազդեցություն ունի ձեր գույքի վերաբերյալ այս գործերը, որոնք կարվել են, եւ երկրորդը արդյոք հասարակությունը մեր ցավոք սրտի այսօր այն վիճակում է, որ ցանկացած մեկը, որը այսպես ժողովրդական խոսքով ասած մի չոփ ավել իրենցից ունի, միանգամից ասում են դե որտեղից դա քեզ, ուրեմն ինչ որ մետեղից գողացել ես, հա, արդյոք դուք ձևը գտել եք հանրության հետ խոսելու, ասելու, թե այդ գույքը, որը այն մասը, որը իրականում ձեզ հետ կապված է, հա, դրա ցակման աղբյուրը։ Չեմ ասում դատախազությունը միանշանակ ինչ էլ ներկայացնեք, իրենք իրենց նարատիվ ունեն, իրենց հեքիաթին են ավարտել, բայց ժողովրդի հետ խոսելու համար որտեղից այդ գույքը։ Թույլ կտակ ես մի հավելում անեմ հենց այս հարցին, որ առանցին հարց չտամ եւ հետեւում եք արդյոք Նիկոլ Փաշինյանի այդ հատիկ առհատիկ կոպեկարպոպեկ օպերացիային, որ ինքը ստատուսների շարք է սկսել, ու ինչ մասով են դրանք վերաբերում ձեզ։ Ստե նաեւ կա մի շատ լավ հանգամանք։ Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 միլիարդ չի, որը մոտավորապես 2009 թվականից թե 10 թվականից շատ ակտիվ ֆսկայական մի քարոզչա մեքենա փորձում էր ներդնել մեր մարդկանց ուղիների մեջ, մեր ժողովուրդ։ Եվ այն գույքերը, ինչ որ իրենք սա հրապարակել են այն ժամանակ եւ սկսել է դա հայկական ժամանակ։ Դրանցից գրեթե ոչինչ այս դատահարության հայտի մեջ չկա։ Կա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով, սեփականության իրավունքով, ամեն ինչ։ Հիմա մենք ավելի կոնկրետ ինչ որ բաների մեջ չենք անում։ Դա մեր մարտավարությունն է դատավարական։ Մենք չենք վստահում այս ոչ դատական համակարգի, դա դատախազությունը լրիվ բանա դարել, գործիք է դարել այս իշխանությանը, դատախազը մնացել է ուղղակի վարչապետի օգնական դատախազության լիազորությունները, դատախազի լիազորությունները գլխավոր։ Չենք վստահում։ Եվ դատավարության ժամանակ գա այդ բա մենք ամբողջ հիմնավորումների մասը իհարկե ներկայացնելու է եւ Լեոնը նաեւ դրա մասին հայտարարել է խորհրդարանի ամբիոնից։ Բայց ասում, ստե մի լավ բան էլ կա, որովհետեւ պարզվեց, որ 5 բանկի միջի, օթոնավակայանի միջի, քաջարանը արդեն պարզել։ Ուններ պատկանում սպայկայի հետ ընդհանրապես կապ չունեն, բայց շատ էր տարածված։ Հիմա մենք բան չենք անում, գիտեք, ոնց է, օրինակ մենք 1-2 անգամ հայտարարում ենք, հետո ասում ենք, դե 100 անգամ նույն բանը չենք ասել։ Ո հասկացել, ով չի հասկացել, չի հասկանա։ Իմ վերաբերմունքս նաև ստեղ ես համարում եմ շատ թերի։ Մենք հենց 2010 թվականից պետք է շատ ավելի լուրջ այս հարցերի վրա ուշադրություն դարձնենք։ Չէինք դարձել։ Ես բանի տեղ չէի։ Այն ժամանակ հետո ուրիշ տեղ էի աշխատում, մի քիչ sense ներքաղաքականով այդքան չէի հետաքրքրվում, ասում եմ, ինչ ուզում են գրեն, բանի տեղ չէի։ Մի 2-3 անգամ դատի ենք տվել, դատերը շահել ենք, բայց մեկը դու դատը շահում ես, հետո ամբողջ լարատվա մեքենան էլի կոդեմ սկսում աշխատել։ Ես այդ հնարավորությունը այն ժամանակ չունեի համարժեք պատասխանելու։ Նաև այդ զահլան կոպիտ ասած չունեի դրա մեջ ոնց մախրճուլել։ Ասում ես ինչ որ ինձ օրակարգ են թելադրում, իմ ժամանակը ավելի թանկ է ինձ համար, քան ես գնամ իմ ժամանակը ծախսեմ այդ արդարացումների վրա։ Հիմա քաղաքականության մեջ է ստիպված անում ես։ Եթե քաղաքականության մեջ չլինեի, միգուցե նույն ձևի կասեի ինչ ուզում եք։ Եվ միջալուց մենք այդ թեմայի հետ գույքի հետ կապված համական դատարանի որոշումը։ Այն ժամանակ մեզ մեղադրում էին, չէ՞, մեր ֆրակցիան, բա դիմեցի համանadrական, փորձում եք թողնված եւ այլն։ Նույնը եղավ մարտի 1-ի գործը։ Մենք ասում ենք հակասահմանադրական է, մի արեք, երկու դատախազ կոկորտները այնց ճողում էին, ապացուցելու համար, որ այդպես չի։ Միջև մեծ պալատը Եվրոդատարանի
իր խորհրդատվական կարծիքով չասեց, որ սա լուրջ չէ։ Հիմա նույնը այստեղ։ Ըստ էության մեր խորհրդարանական մեր падգամավորները այդ հայցով Սամարական դատարան կանխել են հետագայում լրջագույն խնդիրներ։ Մասամբ են կանխել, ամբողջությամբ չի։ Դատարանը այդ բարձրունքի չհայտնվեց, որ ամբողջությամբ այդ որոշումները կայացնեն։ Թե չէ ասում, բազմաթիվ գործեր պետք է գնային Եվրոդատարան, Եվրոդատարանոն պետք է բեկանվեի, տուգանվեր առաջին այդ սա գույքը պիտի վերադարձնվեր այդ մարդկանց, ստեղ բարեխիղճ ձեր վերողների ինստիտուտ պիտի լիներ եւ հսկայական տուգանքներ Հայաստանի Հանրապետության հետ։ Սա է։ Եվ դեռ հալա մի լուրջ կոմպոնենտ մնացել է։ Սամարական դատարանը լուծում է տվել մասսամ։ Բայց նույնիսկ այդ մասսամ լուծում տալը կրկնում է լուրջ խնդիրները կանխում։ Համար սա ուղղակի մի գիտեք ինչ է, իրենք հեղափոխություն են արել իրենց պատկերացման, հեղափոխական մոտեցումներով, բայց այդ հեղափոխությունը ձևակերպել են իբրև լեգիտիմ իշխանություն ընդունելով եւ իրականում sense կարելի է նաեւ այդպես մեկնաբանել այն ինչ կատարվել է, բայց հեղափոխությունը ենթադրում է որ հետո գիլոտին ես դնում եւ գլուխներս կտրում։ Իրենք այդ օրենք ընդունել են այդ հոգեբանությամբ, որ sense դնենք մի օր եք ընդունենք թքած ամեն ինչի վրա, բռնենք սաղից գույքը վերցնենք բանանը իբրև ժողովրդին բաժանենք, բայց արդյունքում ստացվում է իրար մեջ բաժանակ։ Իդեպ իրենք պայքարում են ոչ թե կոռուպցիայի հետ, իրենք պայքարել են կոռուպցիային իրենց չմասնակցելու դեմ։ Շատ օգտորեն պայքարը, դա արդեն մի օրինակ բերեմ, ոնց միգուցե մեր ժողովրդի համար ավելի պատկերավոր է, ինչա կատարվել։ Ոնց որ պատկերացրել եք մեկը մի տուն ասարքում, լավ ճարտարապետ ավարտում տուն ասարքում, ամուր տուն։ Հետո այդ տան սեփականատերերը փոխվում են, ամեն մեկը գալիս է, մի բան ավելացնում է, լավացնում է, մեկը լավ ռեմոնտ անում, մեկը սանտեխնիկան է փոխում, մեկը ինչ-որ տանիքն է լավացնում, բան։ Հետո հանկարծ մի սեփականատեր հայտնվում է տան, ասում է, ես համ ճարտարապետ եմ, համ շինարար եմ, համ մսոբ ճաշեփող եմ, համ չգիտեմ ինչ եմ, ու ասում է քանդեք, ես ինքը քանդեք, ես քանդեք, մեծացրեք, բան արեք, շենքը փլվում է։ Այդ փլվելուց հետո վերջի պատասխան տալիս, ի՞նչ է, խիա փլվել։ Այդ ամեն ինչի մասնագետը ասում է, նայ, մեղավորը այն առաջի կառուցող, այն ճարտարապետն որ նախագծել է, որտեվ եթե դա չկառուցեր, ես այդ տան տերը չէի դառնա 4-րդ կոպիտ ասած, այդ չենք չերել փլվի, չէի քանդի չերել փլվի։ Ամբողջապես էս հոգեբանությամբ իրենք փորձում են բացատրել ալմատա, չգիտեմ ինչ, միջև ինձ 30 տարի ծախում է, առնող չկար պարզվում է։ Այդ հոգեբանությամբ բացատրում եմ եւ կան մարդիկ, որոնք այդ կուտը ուտում են։ Եվ նույն այս գույքի հետ կապված։ Մենք գործ ունենք մի տեսակի հետ, որոնց յուրաքանչյուր ասածը պետք է 5 անգամ ստուգես։ Նայեք, եթե խոսքը գույքը լիներ, ամենից կարճ ճանապարհը գույքի մասին մտածելու պայմանավորողին։ Այս պայքարի մեջ չմտնելու։ Հիմա դու բարձ չի որ դու մտնում ես պայքարի մեջ, ես 18 թվից եմ մտել պայքարի մեջ։ Եթե մտնում ես պայքարի մեջ, ուրեմն դու պետք է ակնկալես հարվածիր։ Դուք կարծում եք, եթե ես ցանկություն ունենայի պայմանավորվելու եւ մի քանի հայտնի օրինակի պես չի կարա պայմանավորվել, երբ պայմանավոր։ Բայց ուղղակի գնահատել եմ վտանգը հայրենիքի նկատմամբ եւ միջազգ զագրքումն եմ նայել դեռ 18 թիվ։ Հիմա սրա Գույքի հետ կապված, տեսեք, բանալի նախադասությունը միտքը, որ միշտ շրջանառվում է իշխանության եւ որը մատուցում է հանրությանը, այն է։ Ինչպես է ստացվել, որ նախագահան եւ իր ընտանիքը այսքան գույքի են տիրապետում։ Այսպես է մատուցում հանրությանը։ Այնց դուր եկավ այս հարցը, շատ դուր եկավ այս հարցը։ Նայեք, ես խոսացի այդ կոռուպցիոն դրսևորումների մասին, 7 միլիարդից առնվազն 2 միլիարդի փոշյանալու մասը։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում։ Հիմա հայտնվել են նորաթուխ
օլիգարխներ, որոնք հանկարծ 2 տարի առաջ ոչ մեկը նրանց անունը չգիտեր, 2 տարում հանկարծ դառել են 50-100 միլիոն դոլարանոց պրոյեկտներ իրականացնում Հայաստան։ Ո՞ւր դից այդ։ Դուք հավատում եք, որ դա իրենց փողն է։ Այդ 2 միլիարդ 65 միլիոն, հիմնադրամի 100 միլիոն իրենք դեկորացիան են։ Հիմա եթե ին դրա մեջ են մեղադրում, ուրեմն 2 տարում կարող է Հայաստանում 100 միլիոն դոլարանոց ծրագիր իրականացնող նորաթուխ օլիգարխ առաջանա, իսկ նախագահի ընտանիքը 6-7 թվականներից մինչև հիմա քանի 10 քանի տարում շնորհքով կիրթ զավակներն ունենալով չի կարող դա ունենալ։ Ինչի ցավալը էս սա նկարագրածից անգամներով քիչ է։ Քիչ են կարող։ Հիմա իմ անունը այստեղ դերակատարություն ունեցել է, թե ոչ։ Ենթադրում եմ, որ ունեցել է։ Ունեցել է այն առումով, որ վստահություն կա, որ այս ընտանիքը քցոտ չի, որ մի բան պայմանավորում են բիզնեսի առումով անում են միջև վերջ։ Դու այդ ռեպուտացիան ունենալով, կապեր ունենալով, որտեղ հիմնական մենք ինչ ունենք, հիմնական մասը դա նախագահությունից հետո է։ Իմ կապերը ազդեցություն ունեցել են դրսի հետ, այո ունեցել են, երկ։ Ես ինքս մի կազմակերպության մեջ եմ աշխատել, ներգրաված, որ շատ լուրջ փող եմ աշխատել, շատ լուրջ։ Եվ այդ աշխատած փողի ամբողջ փաստաթղթավորված ապացույցները ունեմ, շատ լուրջ։ Ստեղ ուղղակի մի քիչ չեմ պատկերացնում այլ մասշտաբներ։ Ստեղ մարդկանց թվում է, թե միայն գոհանալով կարող ես հարստանալ։ Եվ դրա համար այս վիճակում ենք։ Տեսեք, շատ թեթև խոսեցիք Լևոն Քոչարյանի վերջին ելույթի մասին, գուցե վերջինը չէր, վերջին ամենահայտնի ելույթը, որոշ շրջան հարաբերական անդորից հետո իշխանությունը նորից սկսել է շատ սուր թիրախավորել ձեր քաղաքական թիմին եւ Լևոն Քոչարյանի այդ հայտնի ելույթին հետեւած իրադարձությունները դրա վառ օրինակն են, ու գրեթե օր չի անցնում, որ ԿՊԱ-ականների եւ Հայաստան խմբակցության պատգամավորների միջև սուր բանապեճեր չլինեն, որոնք հասնում են ընդհանուր ձեռնամարտի ու հայհոյանքների։ Ինչպես է ընդհանուր առմամբ գնահատում այն, ինչ կատարվում է խորհրդարանում այսօր։ Միջև հերթական ընտրությունները 1 տարի է մնացել, հնարավոր է արտահերքը չէ, հնարավոր է հավանականություն ես տեսնում եմ որոշակի եւ պարզ է, որ հիմա այդ քաղաքական մարտերը խորհրդարանում պիտի սրվի։ Եվ իմ գնահատականով գալիք տարին այսպես է լինել։ Հիմա մարդիկ նայեք, ինչ որ նարատիվներով իշխանություն են ստացել եւ այսօր արդարացման ինչ չունեն։ Իսկապես ոչինչ չունեն։ Նույն հիմնադրամով անի 65 միլիոն ցնդելա մեղադրյալ չկա։ Հիմա կարող է ձևական բերեն մի երկու հոգու մեղադրանք առաջարկեն, հետո ասեն դե քանի որ համագործակցել է քնության հետ կարճ ազնիվ Գործուն զղջացել են, հա, տերմին հետ իրենք են ընդունել այդպիսի բան չկար էլի։ Եթե չեմ սխալվում Ալեն Սիմոնյանի ինչ որ հարազատները գործուն զղջալով, ասես լավ բան են ընդունել, ինչ ասես դրա տակ կարած դնես։ Ինչ որ քաոսան նոխազ են գտնելու, վրեն ինչ որ մի բան կապեն, մեկ են կարան տանեն մի թեթև ինչ որ մի իբրև պատեշտան բան։ Փողով նստելու ինչ որ ինստիտուտ էլ է այս ամեր մոտ կարծում եմ առաջանալու, այդ կինոյի պես է որ ասում բանի ժամանակ նստել է Նիկոլայ Պերուի ժամանակ, հետո Նիկոլայ Երրորդի ժամանակ, այն Աստապ Բենդերեն այդ ֆիլմերը կար, չէ։ Հիմա սուրանինելու այդ պայքարը։ Մարդիկ գիտեն ինչ են իրենք արել եւ այդ գիտակցությունը ուղղակի բերում է այս ներվային դրսևորումների։ Իսկապես գիտեն ինչ են։ Չեմ կարծում այդ աստիճանի ապուշ չեն։ Եվ պատասխան տալու ժամանակը գալիս։ Եվ իհարկե աներու։ Ես այստեղ ավենտիաց ասած չեմ զարմանում։ Հիմա այստեղ մեկ հարց կա, նայեք։ Նաև խորհրդարանի ղեկավարությունը հիմնական սադրող այդպիսի դրսևորումների սադրող անձիկ է։
ես որ նայում եմ, օրինակ Ալեն Սիմոնյանը ինքը չի հասկացել, որ ինքը խորհրդարանի խոսնակն է, այլ ոչ թե խորհրդարանի տնօրենն է։ Իսկապես չի հասկացել, որտեղ իրենց պահում են, որ այդ վերևը նստում են, իրենց թվում է, թե ինքը դիրեկտոր է։ Խորհրդարանի խոսնակի վարպետությունը նա է, որ ինքը կարողանա բոլոր քաղաքական միավորների հետ լեզու գտնել։ Ինքը այդ կոպիտ ասած այդ բլիժնի բոյի մեջ ինքը չպիտի մտնի։ Վերջը մենք քանի խոսնակ ենք ունեցել մեր խորհրդարանում, ով է իրեն այսպես պահել։ Ամեն մի ելույթից հետո ինչ որ մեկնաբանություններ են անում, մեդան են ընկում, որովհետև ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է եւ հանկարծ կարող է SMS ուղարկի, ասի այ ուսապարկ գործը տարա, դու տեղ վերես ընկելն չի համար։ Պրոբլեմը սրա մեջ է, եթե խորհրդարանի այն բանի նստած վերև նստած մարդիկ իրենք հենց այդ ֆունկցիան պետք է կատարեն։ Պատասխանելու հարց կա, այո, падգամավորներից յուրաքանչյուրը կարա գնա ամբիոնին, պատասխանի ելույթ ունենա եւ այլն, բայց երբ որ խոսնակն է դառնում հիմնական սադրողը, սա պրոբլեմ է, սա նշանակում է, որ խորհրդարանը անընդհատ բախվելու է նման իրավիճակների հետ։ Դիրեկտոր չեք դուք, ու խոսնակ եք խորհրդարանի։ Ես երկու հարց ունեմ, ինչու եմ էլի այս հարցերը դա, որովհետև ինձ հետևողները չեն հասկանա, որ այս հարցերը չտա, պարոն նախագահ։ Ուրեմն հանրապետական կուսակցությունը եւ երրորդ նախագահ գլխավորապես 2021-ից առաջ էլ հայտարարում են, որ իրենք սկզբունքային դեմ են ընտրություններին մասնակցելուն, հա, եւ հիմա էլ են նման հայտարարություններ անում։ Վերջերս հանրապետական կուսակցության падգամավորներից մեկը հայտարարեց, որ իրենք ընտրություններին մասնակցել են, քանի որ դուք եք խնդրել Սերժ Սարգսյանն այդ մասին։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, որ եթե մարդիկ դեմ են, սկզբունքային դեմ են ընտրություններին մասնակցել, ուրեմն ստիպված են գնացել 2021-ին այդ ընտրություններին։ Հարցը հետևյալն է. ինչպես եւ ինչու եք ստիպել երրորդ նախագահին մասնակցել 2021-ի ընտրություններին։ Հիմա այս խնդրել եմ, թե ստիպել են, բայց լավ չէ։ Եթե իրենք սկզբունքային դեմ ասել ես, մասը չեմ Հայկ Մամեջանյանը, падգամավոր։ Տենց էլ ասել է, որ ես խնդրել եմ։ Դուք խնդրել եք, որ Սերժ Սարգսյանը մասնակցի։ Լավ։ Մեղմ ասած շատ հեռու է իրականությունից։ Իսկ ո՞րն է։ Եթե գործընկեր ֆրակցիայի падգամավոր չլիներ, մի քիչ ուրիշ բառ կօգտագործեի։ Տվյալ դեպքում ցենց ավելի մեղմ եմ ասում։ Չի եղել էս։ Խիպտ ես խնդրեի, ասած։ Բառացի ասել որ դուք եք խնդրել մասնակցել ընտրություններին։ Լավ, որ դուք որ իրենց մասնակցությունը ձեզ կօգնի այս տրամաբանության մեջ։ Ինձ կօգնի, Այո։ հակառակ ինձ պիտի խանգարի։ Որովհետև պատկերը այնպեսին է դարել, որ այդ հին ու նորի մարմնավորումը մենք ստացանք հենց այդ ընտրությունների ժամանակ։ Առաջին նախագահը ցուցակում չկա, բայց ամբողջ քարոզարշավը Վանեցյան երկինքն էր տանում եւ առաջի ջութակն էր քարոզարշավի ու ես։ Իհարկե այն ժամանակ այդ ընկալումը հին ու նորի ավելի սուր էր եւ այդ պատկերը ամբողջական արտահայտվեց։ Ես պիտի խնդրեի այդ պատկերը ստանանք։ Ես կարող եմ ասել ուղղակի ինչ է կատարվել, ինչ է եղել։ Հայրենիքի փրկության շարժման այս վերջի հատվածում էր, երբ արդեն պարզ էր, որ ընտրություն պետք է լինի եւ մենք մի 5-6 հոգով քննարկում էինք Մամեջանյան հաստատ չի եղել այդ շրջանում, էլի քննարկում էինք ընտրությունների հարց։ Այո, երրորդ նախագահան կտրուկ դեմ էր ընտրությունների։ Ես կողմ էի, ես ասում էի, չի կարող ընդդիմությունը ասել ընտրություն չեմ ուզում։ Հակառակ դեպքում հասկանալի չի, ես այդ ամբողջ քաղաքական պայքարի այսպես տրամաբանությունն է դրա մեջ։ Իր հիմնավորումը հետևյալն էր. լեգիտիմացնում ենք Նիկոլ Փաշինյանը կտանի, լեգիտիմացնելու ենք ընտրությունները։ Իմ մոտեցումը հետևյալն է, որ իմ մասնակցելով կամ իրենց մասնակցելով չի որ լեգիտիմացնում ես։ Մենք այդ մեծամտությունը չպետք է ունենա։ Մեզ թվա թե եթե մենք չենք մասնակցում, ուրեմն լեգիտիմ չեն ընտրությունները։ Սա է ստաց բանալն է, բացատրությունը սա է։ Ես միջև այսօր այդ կարգի բացատրությունը ուղղակի չեմ հասկանում։ Եվ այն ժամանակ ինքը ասաց, որ ինքը իրենք չեն մասնակցելու հանրապետական կուսակցությունը, բոլոր մյուս մասնակիցները ասել են մասնակցելու ենք։
Այդպիսի խոսակցություն իրականում եղել է եւ չեմ ուզում մասնակիցների անունները տամ, բայց կարծում եմ կռահում եք բոլորը թե ովքեր են եղել։ Բայց ինչ որ կոորդինացիոն, ինչ որ միպիսի բան կար հայրենիքի բռնության շարժման ժամանակ։ Մինչ այդ քննարկումներ ա եղել ավելի շատ գիտեք ինչ բանը ուզում էր հրաժարական տար եւ հիմա նաեւ գիտեմ բանը շրջանառվում, որ եթե երկու ֆրակցիան ընդդիմադիր այն ժամանակվա չհամաձայնվեին, կարող ընտրություն չլինի։ Մեկը կլիներ ընտրություն, ընտրությունները անխուսափելի են եղել, որտեղ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն ուներ իր դեմ կքվեարկեն թե չէ նոր վարչապետի համար։ Եվ ինքը երաշխիքներ էր ուզում։ Իսկ սա եղել է, որովհետև այն ժամանակ ցուցակ էր շրջանառվում, թե իբրև կան մոտավորապես 15-20 падգամավոր, որոնք պատրաստ են այլ տեխնացուի համար քվեարկել։ Փուչի գա դուրս եկել ամբողջ։ Հիմա դրանից հետո, երբ որ մենք բաժանվեցինք, երրորդ նախագահ ասաց, չենք մասնակցելու, մյուսները բոլորը ասացին մասնակցելու ենք։ Մոտ մեկ շաբաթ առաջ ես մամուլից իմացա, որ հանրապետական կուսակցությունը որոշել է մասնակցել։ Ես զանգել եմ երրորդ նախագահին, ասել եմ, ասիր, ոնց որ դու ասել ես չեք մասնակցել, հիմա որոշել եք մասնակցել։ Ինքը ասաց, թե գիտեք, մեր երիտասարդները, գիտես, բանա, հավաքվել են ինձ համոզել են, որ ճիշտ չի մասնակցել, հիմա որ սենց է որ ընտրություն կա, ճիշտ է մասնակցել։ Վերջ։ Եթե դա խնդրանք է, հակառակ ես զանգեցի, ասի ոնց որ մի բան ես ասել, ուրիշ բան դառնա։ Իր բացատրությունը սա է, որը ինձ համար կրկնեմ հասկանալի է։ Իմ համար զարմանալի կլիներ, եթե չմասնակցեին ընտրություններին։ Իմ բանաձևը հետևյալն է։ Այո, ոչ մեկը մենակով չի կարող հաղթի, այո, դեռ Փաշինյանը ունի առավելություն էական, բայց եթե մենք լծվենք այս գործի մեջ, հնարավոր է, որ 3 միավորով, 4 միավորով ինչ-որ մի արդյունքի հասնենք գումարայի։ Այդ խոսակցությունը եղել է։ Բայց որ ես ինչ-որ մեկին խնդրեմ, ծարձակ չի։ Ձեր թիմակիցները վերջերս երբ ձեր նկատմամբ թիրախավորում գնաց